Հայաստանում կա ավանդույթ, ենթադրում եմ, այսօր ձեր խմբակցությունում էլ կա այդ ավանդույթը, որ ծրարով փողեր եք ստանում ձեր ղեկավարի կողմից, համենայն դեպս նախորդող շրջան եւ իմիջայլոց, ես ինչքան գիտեմ, քրեական գործեր կա, որ այդ թվում հանրապետության ղեկավարած անձի ընտանիքի անդամը, ասենք, այդ ճամպրուկով փողը մտնում էր կառավարություն կամ նախագահի աշխատակազմ ու բաներով, ասենք, օրինակ պատկերացնում եք, ինչ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյան մի հատ դուրս պրծուկից ծրարով փող ստանում, մի հատ էլ բան պետք է անի, երևի ձեռն էլ պետք է փաչեր։ Ես պատասխանատու ասում եմ, 2018 թվականից էսկոմ, իմ վարչապետ ընտրվելու օրից էսկոմ, Հայաստանի Հանրապետության կառավարությունում այդպիսի բան չի եղել եւ չի լինելու։ Եվ ես կարծում եմ, որ այո, այսօրվա կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը իր արձանագրած տնտեսական եւ բյուջետային արդյունքներով պետականությունը ամրացնելու իր ռազմավարությունը պետք է շարունակի։ Եվ այո, մեր պաշտոնյան չպետք է ենթակա լինի որևէ կողմնակի, բայց սովորել եք, հա, որ օլիգարխները դռները քացով տալով մտնեն պաշտոնյաների դուր, ոտերները կջարդենք։ Հələ թող մեկը պատշաճ հարգանքով չմոտենալ յուրաքանչյուր պետական օրգանի եւ պետական ինստիտուտի, ոտերները կջարդենք։